Ամերիկյան Chrysler ընկերության ամենահեղինակավոր և թանկարժեք մոդելը հանդիսացել է Chrysler Imperial մեծածավալ սեդանը։ Ժամանակին Imperial-ները համարվում էին ոչ պակաս հեղինակավոր մեքենաներ, քան Mercedes-ի դրոշակագիր մոդելները։ Սակայն Chrysler-ի մոդելային շարքում արդեն մի քանի տասնամյակ բացակայում է այս մոդելը, իսկ դրոշակագրի դերն իրականացնում է Chrysler 300C սեդանը, որի բազմաթիվ հանգույցներ փոխառնված են Mercedes-ի W210 թափքով J-10-ի նախկին մոդելից։ Ցանկանալով վերադարձնել հին ու բարի ժամանակները և հանդես գալ ավելի հեղինակավոր դասում, Chrysler-ը Դեթրոյթի միջազգային ավտոսալոնում ներկայացրեց մեծածավալ կոնցեպտուալ մի սեդան, որին տրվել էր հեղինակավոր Imperial անունը։ Մեքենան պատրաստված է 300C սեդանի երկարացած պլատֆորմի վրա և ունի հսկայական չափեր։ Մեքենայի երկարությունը հասնում է 5,44 սմ, որը համարյա մոտենում է Rolls-Royce Phantom-ի երկարությանը։ Մեքենայի տեսքը նույնպես հիշեցնում է անգլիական հռչակավոր մակնիշին, հատկապես առաջնամասի ուղղահայաց քրոմապատ ռադիատորի մասիվ քողարկիչը։ Rolls-Royce-ին են հիշեցնում նաև հսկայական 22 դյույմանոց անիվների գծագրությունը, ինչպես նաև դռների բռնակները, որոնք իրար հետ կազմում են քրոմապատ գիծ։ Իրենք դռները նույնպես բացվում են դեմ հանդիման, ինչպես Phantom-ի դռները, ապահովելով հարմարավետ մուտք դեպի շքեղ սալոն։ Հետաքրքիր ձևավորում է ստացել մեքենայի ետնամասը, որտեղ բեռնախցիկի եռանկյունաձև կափարիչը ընդգծված բարձրացվել է հետևի անվակամարների թևերի վրա։ Քրոմապատ դետալների առատությունն ընդգծում է Imperial-ի կարևորությունը և մեքենայի մոնումենտալ արտաքինին հաղորդում շքեղություն։ Սալոնում նույնպես շքեղ ձևավորում է, որտեղ կաթնագույն և շագանակագույն կաշվի և լաքապատ փայտի հետ մեկտեղ օգտագործվել է նաև բրոնզ։ Ռետրո ելևէջներով ձևավորված առջևի տորպեդոյի վրա երկու շրջանակների մեջ տեղադրվել են սպիդոմետրն ու տախոմետրը։ Ետևում նստողների համար ապահովված է արքայական հարմարավետություն, իսկ իրենք նստատեղերը մի փոքր ավելի բարձր են տեղադրված առջևիններից։ Chrysler Imperial-ի վրա տեղադրված է 5,7 լիտր աշխատանքային ծավալով վեաձև 8 մխոցային Hemi սերիայի շարժիչ, որը հայտնի է Chrysler-ի և Dodge-ի մոդելներից։ Շարժիչի հզորությունը կազմում է 340 ձիաուժ, որը հնարավորություն է տալիս ծանրամարմին շքեղ լիմուզինին 100 կմ/ժ արագությանը հասնել 5,6 վայրկյանում։ Ինչ վերաբերում է մեքենայի ընթացային մասին, ապա կարելի է ենթադրել, որ այստեղ օգտագործվել են Chrysler 300C, Dodge Magnum մեքենաների կախույցները, ինչպես նաև 5 աստիճանով ավտոմատ փոխանցումատուփը։ Chrysler Imperial-ի հնարավոր արտադրական պլանների մասին ընկերության պատասխանատուները որևէ հայտարարություն չարեցին։ Նրանց համար առայժմ ավելի կարևոր է կոնցեպտի թողած տպավորության ուսումնասիրությունը և ամերիկյան ավտոսիրող հասարակության կարծիքը վերածնված Imperial-ի վերաբերյալ։ Դատելով ամերիկացիների հիացական բացականչություններից, Chrysler Imperial-ը անկասկած դուր եկավ ամերիկյան ավտոսիրողին, որի աչքի առջև վերածնվում է երբեմնի հեղինակավոր մոդելը։ Ուստի կարելի է պնդել, որ մոտակա ապագայում Chrysler-ի մոդելային շարքը կհամալրվի նոր անդամով։
Մեքենան արտադրության դնելու համար ըստ էության այնքան էլ մեծ ծախսեր հարկավոր չեն, քանի որ այն պատրաստված է Chrysler 300C-ի բազայի վրա։ Արտադրության դեպքում սակայն Chrysler Imperial-ը կզրկվի որոշ շքեղություններից եւ հասկանալի է, որ չնայած Rolls-Royce-ի հետ ակնհայտ նմանությանը, մեքենան չի կարող հանդես գալ էլիտար լիմուզինների հատվածում, քանի որ որքան էլ հեղինակավոր է Imperial անունը ամերիկյան ավտոսիրողի համար, այնուամենայնիվ այն չի կարող համեմատվել Rolls-Royce-ի կամ Bentley-ի հետ իմիջի առումով։ Արտադրության դեպքում Imperial-ը կդասակարգվի 1 աստիճանով բարձր 300C-ից եւ կհանդիսանա ավելի մատչելի այլընտրանք գերմանական ներկայացուցչական մեքենաներին, S-դասի Mercedes-ին, BMW 7-րդ սերիային եւ Audi A8-ին։